ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ Լիբանանի վրա իսրայելական հարվածները հանգեցնում են ծանր հումանիտար հետևանքների։ Նա նշել է, որ վերջին 24 ժամում Լիբանանին հասցվել է շուրջ 100 հարված, որոնց հետևանքով կան զոհված խաղաղ բնակիչներ եւ անօթևան մնացած ընտանիքներ։ Ֆլետչերի խոսքով հումանիտար կազմակերպությունները շարունակում են աջակցություն ցուցաբերել տուժածներին, սակայն իրավիճակի իրական լուծումը հրադադարի հաստատումն է։ Մարդկանց ամենից շատ անհրաժեշտ է իրական հրադադար, ընդգծել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանին միջուկային զենքով, հավատալով Պենտագոնի կեղծ պնդումներին։ Վելայաթին նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարողանա առավելության հասնել Իրանի նկատմամբ ոչ ռազմական, ոչ էլ դիվանագիտական հարթակներում։ Նրա խոսքով Արևմտյան Ասիայում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական կարգ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը նոր սահմանադրության կարիք ունի, որը նրա խոսքով պետք է լինի քաղաքացիական, լիբերալ եւ համապարփակ։ Էրդողանի խոսքով նոր հիմնական օրենքը պետք է արտացոլի Թուրքիայի ժամանակակից քաղաքական իրողությունները, ամրապնդի ժողովրդավարությունը եւ ապահովի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Նա նաեւ կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին ակտիվ մասնակցել սահմանադրական փոփոխությունների մշակմանը։ Միջազգային լրատվամիջոցների գնահատմամբ հնարավոր փոփոխություն կարող են հնարավորություն տալ Էրդողանին առաջադրվել նախագահի երրորդ ժամկետի համար, թեև գործող սահմանադրությունը թույլ է տալիս առավելագույնը 2 ժամկետ։ CNN-ի փոխանցմամբ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից եւ ավելի լրջորեն է քննարկում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Աղբյուրի տվյալներով Թրամփին հատկապես անհանգստացնում են Հորմուզի նեղուցի շարունակվող փակ վիճակը եւ Իրանի ղեկավարության ներսում առկա տարաձայնությունները, որոնք Վաշինգտոնի գնահատմամբ խոչընդոտում են միջուկային բանակցությունների առաջընթացին։ Նույն աղբյուրի համաձայն Իրանի վերջին պատասխանը Սպիտակ տանը գնահատվել է որպես լիովին անընդունելի։ Վարչակազմում այժմ քննարկվում է շարունակել դիվանագիտական գործընթացը, թե ուժեղացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ։ CNN-ը նշում է նաև, որ առաջիկա խոշոր որոշումները ամենայն հավանականությամբ չեն կայացվի մինչև Թրամփի նախատեսած այցը Չինաստան մայիսի 13-ից 15-ը։